Շնորհակալություն պարոն նախարար զեկույցի համար։ Մի քանի հարց ունեմ, կփորձեմ ժամանակի մեջ տեղավորվել։ Նախ առաջինը, մենք գիտենք, որ 2026 թվականին արդեն մի քանի տասնյակ դպրոցներ ավարտվում են, որ կապիտալ ամբողջովին նոր կառուցված եւ ունեք արդյոք լուծում գործող դպրոցների շենքերի վերաբերյալ ինչպիսին է գծվելու է պետական գույքի կառավարման կոմիտեին, այնուհետև փորձվի աճուրդի հանվի, ինչ է լինելու, որովհետև կան դպրոցներ, որ փաստացի քանդման ենթակա չեն եւ կարծում եմ կարելի է դպրոցները ճիշտ օգտագործել եւ նշեցիք ջրամբարի մասով, կուզենայի նշել մասնավորապես լիճքի մասով որոշակի ուսումնասիրություն արվել է ամբողջովին ջրամբարի կառուցումից հետո ամբողջովին ոռոգման համակարգի խնդիրը 90% եւ ավելին լուծվում է, թե հավելյալ հետագայում էլի ջրի խնդիր հնարավոր է տարածքում ունենանք։ Իհարկե հաշվի առնելով բնակլիմայական չնախատեսված խնդիրները։ Տեսեք, նախ երկրորդ հարցից անդրադառնամ, շնորհակալ եմ հարցերի համար։ Մենք հետևյալ նպատակ ունենք ջրամբարաշինական ծրագրի մասով, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում կան չկառավարվող ջրային ռեսուրսներ, որոնք որոշակի սեզոններին իրենք հիմնականում առատ են լինում, բայց այդ սեզոնները չեն համընկնում մեր ոռոգման սեզոններին եւ մենք այդ կուտակելու հնարավորություն չունենք։ Լիճքի եւ մյուս 5 ջրամբարների մասով, այսինքն լիճքի եւ +4 ջրամբարների մասով վերջերս հանրային ներդրումային կոմիտեում արդեն ասեցի, մենք որոշում ունենք կայացված, այնտեղ նախագծային ամբողջ աշխատանքները ավարտվել են, 5-ից 3-ի մասով փորձաքննությունները պատրաստ են, 2-ի մասով առաջիկա կարճ ժամանակահատվածում փորձաքննությունները պատրաստ կլինեն եւ մենք մրցութային գործընթաց կսկսենք այս ջրամբարների կառուցման մասով, ոչ միայն ինքը կլուծի տարածաշրջանում, ուրեմն ջրի խնդիրը, այլ նաեւ որոշակի հատվածներում, մասնավորապես Քասախի ջրամբարի դեպքում մենք ինքը քանի որ հանդիսանում է Սևանա լճի ճնշման գոտում գտնվող տարածքների ոռոգման համար անհրաժեշտ ջրամբար, մենք պլանավորում ենք շարունակաբար Սևանից ջրառի ծավալը պակասեցնենք, իմիջիայլոց օգտվելով առիթից, դա կարծում եմ գործընկերներից շատերին կհետաքրքրի, պարոն Ղազյանն էլ էր նախորդ անգամ, պարոն Ղազյան, մտահոգություն եք հայտնել Սևանի ջրի կառավարման մասով, պիտի ասեմ, որ մենք 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար ենք դիմել ազգային ժողովին, բայց դրա կեսն ենք օգտագործել եւ մյուս կեսի մասով ջուրը չենք օգտագործել, այսինքն առնվազն հիմա Սևանից ջրառը ամբողջովին է դադարեցված, իսկ վերջին 20-25 օրվա ընթացքում, երբ որ օրենքով սահմանված կարգով կարող ենք ջուր վերցնել, ջուր չենք վերցնել եւ կեսից էլ ավելի պակաս ենք ուրեմն ջրառ իրականացրել։ Մյուս մասով, եթե այն շենքերը, որոնք քանդման ենթակա են, մենք այդ շենքերը մեծ հաշվով քանդում ենք դպրոցներ կառուցելուց, այսինքն այդ շենքը քանդվում է եւ կամ դպրոցի համար բակային տարածք է ծառայում այդ շենքի տեղը։ Չենք քանդում այն շենքերը, որտեղ ուրեմն շենքը գտնվում է լավ վիճակում, այսինքն որպես այդպեսին սեյսմիկ խնդիր չունի։ Այդ շենքերը բնականաբար օրենքով սահմանված կարգով կցվում են պետական գույքի կառավարման կոմիտեին եւ օգտագործվելու են ըստ նշանակության։ Կլինեն դեպքեր, երբ որ համայնքը կդիմի մեզ այդ շենքը վերանորոգելու եւ այլ համայնքային կենտրոն որպես կամ համայնքային նշանակության այլ ենթակառուցված օգտագործելու, մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել, վաճառքի հետ կապված սպային հարց չենք քննարկել, բայց ինչպես պետական մյուս գույքերը դրա կառավարում էլի հանձնում են կոմիտեին։ Այսքանը։ Ընտրեմ արձագանքն եք։ Շնորհակալություն եւ կուզենայի նշեք Գորիսի օդանավակայանի մասով ինչ որ գործընթացներ կան, որ հետագայում գործի թե չէ, ես հիշում եմ, որ Գորիսում եղած ժամանակ վարչապետը հանձնարարություն իջացրեց նախորդ տարածքային կառավարման նախարարին այդ մասով եւ վստահաբար դուք տեղյակ եք այս հարցի շուրջ, բայց կուզենայի առիթից օգտվելով հիշեցնել, որ Սիսիան համայնքի Իսրայելյան փողոցում կա խորհրդային շրջանի կառուցված շենք, որտեղ 8 ընտանիք են ապրում եւ դիմել են տարածքային կառավարման նախարարության իրենց օգնել, տարիներ անց են ողջել, որ այդ շենքը մասնավոր է, պետական չի եւ այդտեղ բնակիչների բնակվելու հետ կապված խնդիր կա, իմ ունեցած տեղեկություններով տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները խոստացել են այդ հարցը առաջնային դիտարկել լուծում տալ, եթե չեմ սխալվում 25 միլիոն դրամ փոխհատուցում ա ուզում սեփականատերը, շնորհակալություն կրկին անգամ զեկույցի համար։ Ես եմ շնորհակալ հարցերի համար, Գորիսի օդանավակայանի մասով եւ ոչ միայն քննարկումներ ունենք, բայց դեռևս վերջնական հստակեցում չունենք, շենքի հետ կապված հարցը կուսումնասիրեմ, բայց համանման դեպքերում, այսինքն համանման ամբողջ փաթեթը հիմա քննարկում ենք
նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ խոսքը վթարային շենքերի մասին է եւ առաջիկայում որոշ շենքերի մասով ուրեմն լուծումներ կտրվեն։